Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա և փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա և անվճար կայանատեղի, հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների և շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց և գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի և բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Կապիկը, երբ ուզում է կոմպլիմենտ անել, միշտ ասում է. «Վայ, ոնց եմ սիրում քո մարդ տեսակը»։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, MJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ 5-շաբթի երեկոյան 22:30, ինչպես միշտ, միասին հավաքվում ենք, որպեսզի լավ հայկական երեկո անցկացնենք Armenian Evening։ Եվ այսօր նույնպես բացառություն չի լինելու, որովհետև հրաշալի հյուր ունենք իհարկե այսօր, լինելու է շատ հետաքրքիր հարցազրույց, երգ, մի խոսքով լավ տրամադրություն, հայկական երեկո MJ հեռուստաընկերության եթերում։ Այնպես որ ինչ եք անում դուք այս պահին, ոնց որ ասած դիտում եք, ինչ ենք անում մենք այս պահին ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Կազմակերպություն, որը օգնում է շատ մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, վերադարձնում է լիարժեք կյանքի։ Այնպես որ եթե ձեր շրջապատում կան նման մարդիկ, ովքեր ունեն նման խնդիրներ, կամ եթե դուք ունեք նման խնդիրներ, ապա մի հապաղեք, հավատացեք, որ այս կազմակերպությունը ձեզ կօգնի և ցանկացած պրոբլեմ կլուծվի շատ արագ։ Այդ իսկ առումով զանգարեք հենց հիմա, իհարկե 409 9011 և փորձեք լուծել այս խնդիրը։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, այս հրաշ համալիրը պարզապես առողջարան է, որովհետև միայն այստեղ դուք կարող եք օգտվել լողավազաններից տաք հանքային ջրով։ Այնպես որ ամրագրում եք այստեղ ձեր համարները, գալիս եք, լավ ժամանակ եք անցկացնում և օգտվում լողավազաններից տաք հանքային ջրով, իրոք առողջարան։ Իսկ հեռախոսահամարն է, սիրելի հեռուստադիտողներ, 760 329 60 33։ Շատ արագ տեղերը սպառվում են, շատ չեն տեղերը, ասեմ ձեզ, դրա համար զանգահարեք, ամրագրեք և հրաշալի լավ ժամանակ անցկացրեք Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրում։ Եվ շնորհակալություն իհարկե մեր գործընկերներին եմ հայտնում եւ շատ արագ այսօրվա նորությունները ընթերցեմ եւ իհարկե այնուհետեւ անցնենք մեր հյուրին։ Աբու Դաբիում թռչող մոտոցիկլետ է գործարկվել։ Մոտոցիկլետը պատրաստվել է Ճապոնիայում։ Այն կարողանում է գետնից 20 մետր բարձրանալ։ Պատկերացնում եք ինչ կլիներ, եթե այս թռչող մոտոցիկլետը հայտնվեր Հայաստանում։ 20 մետր կթռներ օդ ու տենց թռած ման կգար։ Ջենիֆեր Լոպեսը հայտարարել է, որ նա օրը սկսում է մարզումներով, այն էլ մարզվում է ամեն օր առավոտյան ժամը 5-ից, իսկ այն հարցին թե ինչու առավոտյան 5-ից, նա ասել է, դե ժամը 6-ին գալիս եմ տուն, բթվում ու քնում եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, այսքան են մեր նորությունները, կվերադառնանք ընդամենը մի քանի վայրկյանից և սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է երգիչ, երաժիշտ Վարդան Նիկովարը։ Վարդան ջան, բարի երեկո։ Շնորհակալ եմ քեզ հրավերքս չմերժելու համար, շնորհակալ եմ, որ այսօրվա երեկոն կանցկացնենք միասին եւ իհարկե շատ հաճելի մարդ, տաղանդավոր երաժիշտ եւ կարծում եմ շատ ասելիք կունենանք։ Շնորհակալ եմ հրավերի համար, Արմեն ջան, շատ հաճելի գեղեցիկ տաղավար է։ Շնորհակալ եմ Վարդան ջան։ Դե իհարկե հարց, որը հիմա ես առաջին հարցը քեզ կուղեմ, բնականաբար դու երևի քո կյանքի ընթացքում լսել ես մի 90 անգամ, բայց արի 91-ն է լսի, որովհետև մեր հեռուստադիտողները իհարկե
այդ հարցը անպայման հենց սկզբից իհարկե, իհարկե ով չգիտի, այդ հարցը իրենց կհուզի։ Ինչու Նիկո Վար։ Դե Վարդան Նիկողոսյան։ Նիկողոսյան Վարդան։ Այսինքն շատ Նիկո Վար։ Նիկո հասարակ։ Շատ հեշտ հասարակ, շատ քիչ ինչ-որ բաներ մտածել։ Այդ կարող է Նիկոյի հետ կապած այն պոչիկով տղոեն դերասան Նիկոյի։ Շատ լավ։ Վարդան ջան, դե ես քեզ դիմեմ, որ հիմա Վարդան, շատ լավ։ Վարդան Նիկո Վար, հրաշալի տաղանդավոր երաժիշտ, երգիչ Վարդան ջան, ես հիմա ուզում եմ մենք մի քիչ զրուցենք իհարկե հարցը, որը կտամ առաջինը, պարտադիր մեր առաջի հարցն է մեր բոլոր հյուրերին։ Ով էր այն մարդը կամ ընտանիքի անդամներից կամ բարեկամներից կամ չգիտեմ ոնց ստացվեց, որ դու հենց սկսեցիր երգել եւ ով ուշադրություն դարձեց առաջին, ասեց այս երեխան պետքա երգի։ Երևի թե դպրոցական տարիներից հենց երգի երաժշտության դասատուն նկատեց, որ միջոցառումներ հանդեսներ։ Սպասի, դու այսինքն միջև դպրոց չես երգել։ Չէ, չէ։ Շատ հետաքրքիր, որովհետև սա իրոք անակնկալ էր, որովհետև միշտ պրակտիկապես փոքրուց են սկսում, բայց քեզ մոտ չէ, շատ լավ, հետո։ Այդպես ուսուցչուհիս նկատեց, որ տվյալներ ունեմ ծնողներիս կանչեց, ասաց, այս երեխուն տիրություն արեք։ Բայց սպասի, դա երգի դասատուն, այսինքն իսկ ոնց ստացվեց դա, այսինքն ոնց ինքը նկատեց, երգի առաջադրանքներ էր, թե որովհետև եթե ես չեմ սխալվում, երգը մենք նոտաներ ենք չէ սովորում, թե ես հիմա պարզապես արդեն չեմ հիշում, թե երգ ենք սովորում։ Ես էլ չեմ հիշում, բայց կային ինչ-որ երգերի առաջադրանքներ, թե միջոցառումների պատրաստվել մեծ։ Այսինքն եւ դու երգեցիր, հա։ Ինձ տրված էր առաջադրանք, ես սովորեցի դաշնամուրի առաջ նվագում էր, երգում էինք, բան։ Ինքը նվագում էր, դուք երգում եք, իրա դուրը եկավ, հա տեսա որ ասացա որ մի բան։ Իսկ դա խոսեցինք իհարկե երգի մասին, բայց իսկ այլ առարկաները ոնց էր այդ դեպքում։ Ընդհանուր շատ գերազանց կամ բան չի եղել, մի քիչ ալարկոտեսերը, այո, ոչինչ, մի այդքան մտածի, որովհետև ալարկոտ մարդիկ իհարկե հետո մի քիչ դառնում են տաղանդավոր, հա, մենք չենք խոսում որպես ալարկոտ մարդ ես էլ, մենք մեզ մի քիչ գովանք, Վարդան ջան, բայց լավ, այսինքն, բայց որ այդ օգնում էր, դե ծուլիկությունը բերում էր նրան, իհարկե որ որոշակի առումով գնահատականները կարող է բարձր չլինեին։ Նորմալ էր, վատ չէր, ամենայն դեպս ծնող էլ չեն կանչել, որ դե ինձ թվում է քո դեպքում ծնող չեն կանչի, որովհետև ընդ երգի դասատունոպես մեր երեխենա պետք է դնենք։ Դե հետո հաստատ ինչ որ մի միջոցառումով գալիս էր մինիստրությունից, նախարարությունից ով գալիս էր, Վարդան ջան, պես որ պետքա երգենք, Վարդանը գալիս է։ Ուրախ երգում։ Պատրաստում են։ Այո, նախարարությունից գալիս են, վայ, ինչ լավ բան ու գնում էր այդպես։ Այսինքն տվյալ պարագայում իհարկե ամեն ինչը համակցված էր։ Շատ լավ։ Վարդան ջան, բայց ես գիտեմ, որ ինչ եղավ հետո, եղավ շատ հետաքրքիր, որովհետև դու հետո ունեցար շարունակություն, այսինքն հիմա մի քիչ մանրամասն կպատմես, հա, որտեղ դպրոց, այսինքն երաժշտական ուղղվածություն դեպի հետո արդեն երգի թատրոն Արտուր Գրիգորյանի մոտ եւ հետո հոп կտրվեց։ Այսինքն մի հատ այդ ընթացքում այսինքն դու լիովին քեզ տրվեցիր երգին, այսինքն ծնողները նաեւ նպաստեցին այդ ամենը։ Այո, ծնողներս դե ուսուցչու ուսուցումով ինձ տարան Էդիկ Բեգլարյանի մոտ։ Այդտեղից ես տեղափոխվեցի հետո Ջիվանու դպրոց Թովմաս Պողոսյանի մոտ։ Ընդհանուր 2 տարի է տևել, ես ընթացքում նույնիսկ ընդունվեցի Արտուր Գրիգորյանի երգի պետական թատրոն, բայց էլի ալարկոտությունը սոլֆեջոն չսիրելը նոտա չգիտեմ։ Այդ ալարկոտությունը քեզ չսիրեցի։ Հա, չսիրեցի։ Այսինքն 2 տարի դու սենց ամբողջությամբ երգի մեջ եկի, հոп ու վերջ։ Հետո որ բոլորն ասում են դե մի հատ երգի հարկվում է առա չեմ երգելու հա ես պատկերացնում եմ որովհետև ինչ միջոցառում ինչ բան Վարդան ջան դե մի հատ երգի ես բա հոպարի համար ես մի հատ բանի համար երգես մի հատ ու այդ սոլֆեջոն հա որ ստիպելով են սովորացնում ես ասի
Շնորհակալություն, հաջողություն ես չեմ ուզում։ Լավ, եւ վերջ, դրանով դու ամեն ինչ այսպես կտրեցիր երկից քեզ եւ երևի զուգադիպեց ձայնի փոփոխման տարիքի հետ, հա, այդպես դադարեցրեցի։ Ու կարելի ասել մոռացա, որ ես երևի 5-6 տարի ես մոռացել եմ, որ երաժշտությամբ եմ զբաղվել Դե այդ ընթացքում, բայց այդքան էլի որոշակի առումով ապարդյուն չէր հաստատ, որովհետև դու այդ ժամանակ ստացար տնտեսագետի մասնագիտություն, ընդունվելով ագրարային համալսարան, չէ, եթե ես չեմ սխալվում, եւ դարձար տնտեսագետ, բայց պետք եկավ այդ տնտեսագիտությունը։ Չէ։ Տնտեսագիտությունը պետք չեկավ, բայց գիտես ոնց, հետո ոնց եղավ վերադարձը դեպի երգ, որովհետև գիտես շատ հետաքրքիր է, որովհետև մարդը, այսինքն երգից կտրվել է 5 տարի սովորում է, լավ է սովորեի դեպետը, թե էլի ալարկոտերը թե ինստիտուտում։ Ոչինչ։ Ոչինչ։ Այսինքն այդպես կդ լիկվիդ չկար։ Գիտես ոնց արվում է։ Որտեղ միշտ ինստիտուտում 2 հոգի կան, որ չեն դնում։ Չէ, դե իրանց պետք է սովորես։ Մենք 2 հոգի կան, որ պիտի սովորեի։ Ու ես սովորում եի գնում հանձնում եի։ Չէ, ադաթի համար ունեցել եմ մի հատ 2 հատ։ Հա, որտեղ այդտեն չկա, որ մի հոգի մի 2 հոգի չպիտի դնան։ Ես եթե ինչ-որ մի բանը սիրեցի, անպայման սովորում եմ, հա, ու նույնիսկ գիտարը, ես վերջերս եմ սովորել, նվագել, ընդհանուր երգին վերադառնալը եղավ ընկերական շրջապատից, որ սկսեցինք երգել բան, նորից կամաց Վարդան ջան, բայց դու ընկերների հետ հաստատ այդ 6 տարվա մեջ էլի հավաքվել եք։ Հա, բայց չէր երգում։ Չէ։ Հա, չէր երգում։ Որտեղ գիտես ինչն է հետաքրքիր, այսինքն այդ process-ը ոնց եղավ, այսինքն մարդը ավարտել է դիպլոմը ստացավ տնտեսագետի, ձեռքը կարմիր դիպլոմա թե կապուտ, չգիտեմ, կանաչական չի ինչ գույնի է, եւ գնում են ինչ-որ մի հիմնարկություն, գնում են այնտեղ, ասում են, ճկան, չգիտեմ ինչը, գնաճը 6-8%-ից պետք է դարձնել 4.6, որտեղ 4.6 մեր սպառողական զամբյուղը բարձրանում է, սպառողական զամբյուղը դառնում է մեծ ինչ-որ, ասենց բաներ ինչ-որ, չգիտեմ ինչեր, անհասկանալի իմ համար շատ։ Եվ Վարդանս լսում, ասում է, հոպ։ Ես չհասցրեցի ճիշտ ասած լսեմ, որտեղ ինձ տարան բանակ։ Օ, ինստիտուտից հետո։ Հետո արդեն հետ եկա էլ Այ դրա համար քեզ որ տարան բանակ ինստիտուտից հետո մեր էկոնոմիկան տնտեսությունը այտենց ընկավ։ Դուք այդտեղ կորցրեցիք։ Շատ լավ, Վարդան ջան, բայց այնուամենայնիվ փաստորեն հա դա ոնց եղավ, այսինքն ընկերական շրջապատում երբ սկսեցիր այդ երգելը բան, այդ ժամանակ արդեն լավ, ասել չեմ ուզում, ես տնտեսագիտությունը չեմ ուզում։ Չէ, ոչ թե տնտեսագիտությունը հենց իսկականից, որ չնայած միջև բանակ ես 2 ամիս այնտեղ հաշվապահություն սովորեցի մասնավոր, բայց որ գնացի բանակ, նույնիսկ ուսուցչիս հետ զանգով կապի էինք, ասեց որ գաս ամեն ինչ փոխվել է, նորից պետքա սովորես։ Նու հետո արդեն ընտանիք եւ այլ Շատ բարի, ես գիտեմ, որ դու նաև Հայաստանում որոշակի առումով սիրողական էր քո երգը, չէ՞, դու ավելի շուտ այստեղ Միացյալ Նահանգներում սկսեցիր երգել։ Արդեն քանի տարի այստեղ ես։ Համարյա 4 տարի։ Համարյա 4 տարի։ Շատ լավ, Վարդան ջան, արի խոսենք նախ ես ուզում եմ իհարկե քեզ ասեմ բրավո, որովհետև դու գալով Միացյալ Նահանգներ փորձեցիր այս գիծը զարգացնել, ոչ թե թողնել, իհարկե ցանկացած ասպարես իր տեղ ունի, դրա մասին չի խոսքը, բայց այնուամենայնիվ դու փորձեցիր սրանով անել այդ ամենը եւ քեզ մոտ հաջողվեց։ Ոնց դա եղավ, որովհետեւ եկար Միացյալ Նահանգները, ոնց ստացվեց, այսինքն սիրողական փաստորեն այսպես 2020 թվականից երբ որ սկսեցի գիտար նվագել, շատ սիրահարվեցի հայ հեղինակ կատարողների երգերին, Ռուբեն Ախվերդյան, Դավիթ Ամալյան, Ֆորշ, Վախթան Կարությունյան, բոլորին բարևներ, բոլորի պատիվ ունեմ իրանց ընկերը ինձ համարելու։ Այդ ձև արդեն երբ որ տեղափոխվեցի այստեղ, ու այնտեղ ճիշտ է, համերգ ունեցել եմ, 1 թե 2 փոքրիկ համերգ ունեցել եմ, բայց այստեղ թե որ ես շատ էի սիրում այդ երգերը, ես սկսեցի այստեղ տեսա որ համարյա գրեթե չի երգվում այդ երգերը այստեղ, ես որոշեցի երգեմ, ներկայացնեմ, համ մշակույթին ծանոթացնեմ ու կամաց գնացի դեպի պրոֆեսիոնալ ավելի մակարդակի։ Հիմա աշխատում եմ ռեստորաններում։ Հա, եւ այդտեղ սկսեցիր, բայց դա գիտես
շատ են գալի, հա, երգիչներ, երաժիշտներ, դե քեզ մոտ ստացվեց այդ ամենը եւ դա իհարկե խոսում իհարկե քո տաղանդից, որտեղ ես հիմա, որտեղ ես երգում կամ Ներկա պահին աշխատում եմ Բրբանկի Stage ռեստորանում, Բրբանկում էլի Selfie Fusion երթևի այդ անունով ռեստորան կա, վերջերս բացվեց Old Echmiadzin Թահանգայում, այդտեղ եմ եւ ունենք մեծ բենդ, շարք օրկեստրան, որը արդեն տարբեր առիթների համար։ Բայց Վարդան ջան, տես, ես իհարկե գիտարով ես, բայց ոչ միայն գիտ, չէ, ամեն ինչ դու երգում։ Ամեն ինչ երգում եմ, այո։ Ես ուզում եմ անպայման նշել, որ սա վերջերս իհարկե տեսահոլովակ դիտեցի, քո տեսահոլովակը կապված ընկերներին էր վերաբերում, շատ լավ նկարված կլիպ, գեղեցիկ 6-8, բայց լավ համով 6-8, այսպես ասեմ, որը շատ հաճույքով նայվում էր ու լսվում էր, որովհետև մեջ ասելիք կար, էլ այսպես ասեմ, շատ հաճել էր դա, բայց տես, խոսքս գնաց իհարկե առիթ բաների, բայց համենայն դեպս կարծում եմ գիտարի այդքան առիթների չեն հրավիրում, թե ոնց է դա լինում, այնտեղ ավելի շատ երգում ես Գիտարը, հա, շատ չեն հրավիրում, բայց եթե հնարավորություն կա, առաջինը մատուցում եմ շատ ճիշտ, այո։ Դե եթե ես կարծում եմ, եթե ինչ որ մեծ առիթները, աղմուկ եւ այլ որոշակի թեկուզ նաեւ այդ մեծ աղմուկներին շատ գեղեցիկ է, երբ որ ասենք երեկոյան ինչ որ մի ժամի լույսերը հանգում են, ոմի լույսեր ու գիտարով։ Այո, ես համամիտ եմ քեզ հետ, դե հնարավորինս եթե կան իհարկե նման լավ առիթներ, ոչ միայն առիթներ, նաեւ համերգներ եւ այլ, իհարկե անպայման ցանկալի նմանատիպ իհարկե երաժշտություն, իհարկե եւ Վարդանի կատարման ավելի շատ հաճախ չեն, ավելի շատ հաճախ լսենք, որովհետեւ իրոք այդ երգերը անմայ երգ շեդևրներ են այդ երգերը, որոնք մենք իհարկե անկի Ափսոս այսօրվա կոմերցիոն չեն, բայց հա, դե կոմերցիոն չեն, դա ցավով եմ ասում, որ կոմերցիոն չեն, բայց դե ինչ արած, ամեն դեպս թող չլինեն կոմերցիոն, բայց միևնույն է մենք պետք է լսենք, որովհետեւ իրենք լավն են, իրենք շատ լավն են։ Վարդան ջան, եւ ես ուզում եմ նաեւ մենք մի քիչ խոսենք, այսինքն բացի գիտարից ինչ ես դու այսինքն նվագում էլի ուրիշ գործի։ Դե դաշնամուրի վրա եմ նվագում, հետո եթե գործիքը սիրեցի, հաստատ շատ արագ կսովորեմ։ Այսինքն ցանկացած, այսինքն մեկի մոտ գնաս, մեկ օրինակ ջութական նվագում, ասես նայես, բայց ոնց ինքը ջութական նվագում, ասես էլ մի հատ տուր ջութակ։ Դե հա, դե չէ, միանգամից բնական է չի ստացվի, բայց շատ եթե տրամադրվեցի, օրվա մեծ մասս կնվիրեմ։ Այո, ես հիշեցի, մենք հաղորդումից առաջ զրուցում ենք, դու մի շատ հետաքրքիր դեպք պատմեցիր, խնդրում եմ երիտասարդներին նույնպես այդ դեպքը պատմենք։ Ստեյջում աշխատանքի ժամանակ աշխատում էինք Մերուժան Մարգարյանի հետ, տաղանդավոր ջութակահար, ողջույններս Մերուժ ջան։ Եկավ պահը, որ պետք է իջնենք ընդմիջման, դե իհարկե կատակով Մերուժն ասաց, հեսա ջութակս հետս տանում եմ, թե չթողեմ սովորելու ես։ Հացից մայիսն։ Բայց շատ հետաքրքիր է իրոք, որովհետև բայց մյուս կողմից իհարկե վտանգավոր է, էլի, այսինքն քեզ ով երաժիշտ ինչ որ մի գործիքով կանչի, այսինքն վաղում ես որ այսինքն իրանը կնվագի։ Ասում ավելին, այստեղի թրաֆիկների պատճառով ես շրթարմոն սովորեցի ղեկին։ Շրթարմոն նվագել սովորեցի։ Վայ ինչ հետաքրքիր է։ Ափսոս մենք այս պահին չունենք, թե չէ մեծ սիրով կլսենք։ Դե Վարդան ջան, ասեմ քեզ, որ դա իհարկե տաղանդ է, որովհետև շատ արագ էսպես ընկալել միանգամից երաժշտական ցանկացած, հա, այդ տիպի, այսինքն կարող ես համարյա թե։ Հա։ Հաստատ։ Գլուխ չեմ հոմ։ Բայց կարելի է անպայման մարդ օրկեստր անել ինչ որ մի էսպիսի սա բոլոր գործիքներով իհարկե մի հատ մեն համերգ տալ բոլոր գործիքների վրա մնաք շատ հետաքրքիր Արգանքներս Անդրեաս Ջուհարյանին ասում է դու դպրոցում որ հանու չեն սովորացրել են դու չէի վաղ տունն ես եղել դասի չես չէ բառը չգիտես լավներ շատ լավ դե Վարդան ջան մենք քիչ ուշ իհարկե կզրուցենք մոտական նախագծերի մասին ինչ հետաքրքիր նախագծեր կան, ինչ մտքեր կան, բայց դրա մասին քիչ ուշ հիմա ուզում եմ անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին։ Մենք միասին մեր հյուրերի հետ մի փոքրիկ խաղ ենք անցկացնում, 3 հատ երգ ենք լսելու, երգի հատվածներ տարբեր եւ փորձելու ենք երկընթատվելու է, ես 4 տարբերակ ասելու եմ, մեկը ճիշտ, 3-ը սխալ։ Իդեպ մենք բառերի վրա ենք ուշադրություն դարձնում։ Դու իդեպ գրում ես երգի բառեր, թե միայն հիմա փորձում եմ արդեն, հա, թե երաժշտություն, թե երգի բառեր, ունեմ մի քանի բան, բայց դեռ հղկելու կարիք ունի։ Հա, դեռ ժամանակ կա։ Չփվում եմ իմ բանաստեղծ ընկերների հետ։ Դե համենայն դեպս հիմա մենք երբ որ միասին կգուշակենք երգի բառերը, դա որոշակի առումով նաև քեզ հետաքրքիր կլինի փորձել, հա, ինչ որ առումով, ինչու ոչ, հա։
Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Վարդանի հետ միասին այսպես ասում ենք մեր հաղորդման հաջորդ էջին միասին իհարկե սկսում ենք խաղը, դուք նույնպես շատ ակտիվորեն մասնակցում եք եւ փորձում եք ճիշտ տարբերակները գուշակել մեզ հետ միասին։ Խնդրեմ առաջին երկի հատվածը։ Մեկ ժամից լուսաբացը, բայց դեռ դուռը իմ բացը։ Նայ, հիմա շարունակությունը կասեմ, բայց այստեղ շատ կարևոր բառեր կա։ Մեկ ժամից լուսաբացը նշանակում է, որ եթե ժամը արդեն հետ են տվել, ուրեմն ժամը 5-ն է, որտեղ 6-ին է լուսանում։ Եթե ժամը հետ չեն տվել, ուրեմն ժամը 6-ն է։ Դա շատ կարևոր է։ Շատ նյուանս է։ Հիմա տարբերակները։ Բայց դեռ դուռը իմ բաց է, տես աչքերի իմ թաց են։ Երկրորդ տարբերակը, բայց դեռ դուռը իմ բաց է, ձեռքս դեպի քեզ պարզածը։ Երրորդ տարբերակը, բայց դեռ դուռը իմ բաց է, մարդս իմ տնից թռած է։ Եվ չորրորդ տարբերակը, բայց դեռ դուռը իմ բաց է, դռան զամոկը փչացած է։ Դա մենք այդպես ենք ասում, չնայած իհարկե կա շատ ավելի գեղեցիկ բառ, կողպեկ, բայց երբեք մենք մեկ ասում ենք զամոկ։ Հիմա այտենց է։ Հիմա տես 4 տարբերակ, տես աչքերի իմ թաց են, ձեռքս դեպի քեզ պարզած է, մարդս իմ տնից թռած է, դռան զամոկը փչացած է։ Այստեղ 3-4 տարբերակը որոշակի առումով իրար հետ համակցված է։ Ինչու՞, որովհետև եթե դռան զամոկը փչացած չլիներ, մարդը տնից թռած չէր լինի։ Այսինքն ինքը տանը պահում է զոռ մարդու։ Սրմել ասեցիր մի հատ անեկդոտ հիշեցի։ Ահա, հələ։ Ամուսիններով մարդուկին 3-րդ հարգում գիշերը քնած են, ժամը 4-ին զանգը տալիս։ Կինն ասում է քնած մարդս է, մարդը լելում 4-րդ հարգից թռնում է։ Լավն է, այլացրված ընտան։ Շատ լավ։ Չէ, բայց եթե երկը առաջի տարբերակ։ Այո, տես աչքերի իմ թաց են, իսկ լավ, արի սենց դրան զամը դու իհարկե դնենք մի կողմ, ձեռքս դեպի քեզ պարզածը չէ, ոչ պատկերացու այդ մարդը սենց գալիս է գլազոկից։ Սովորաբար տներում մեր, հա, բոլորի իհարկե մեր բոլորի տներում գլազոկը տանից չէ նայում դուրսով է։ Այդ սրանց մոտ, որ հա հակառակն է, դες ամեն ինչ հակառակա չէ։ Որ զամոկն է փչացած է, այս գլազոկը դրսից են նայում։ Նույնիսկ այն ատվյորկի տեղն է։ Այո։ Հիմա ասես գալիս այդ նայում է, մեկը տենում է կամ աչքերը թաց են, մեկը տենում է ձեռքը սենց պարզած է։ Ու նորից թռնում է։ Ու նորից թռնում է։ Չէ, առաջի տարբերակը։ Բայց դեռ դուռը իմ բաց է, տես աչքերը իմ թաց են։ Այս տարբերակը ընտրեց Վարդանը, ճիշտ է դա թե ոչ մենք հիմա կլսենք եւ կանցնենք երկրորդ երկի հատվածին, խնդրեմ։ Չիրում իմ սարքերակը մի ժամից լուսան բաց է, բայց դեռ դուռը իմ բաց է, տես աչքերը իմ թաց է։ Բրավո, տես աչքերը իմ թաց են։ Վարդան ես տպարություն ցույցրա միջով անցել։ Ես էի գրել։ Ես էի հետ։ Շատ լավ։ 1-0, սիրելի հեռուստադիտողներ, Վարդանը հաղթում է, կարծում եմ դուք նույնպես ճիշտ իհարկե գուշակել եք տարբերակները եւ հիմա երկրորդ երկի հատվածը միասին լսենք։ Շատ ինք բազմա այս վերջինը բովանդակալից իհարկե բարեր յար կամ յար 4 անգամ։ Անգամ 4։ Յար դու շատ լավն ես սիրտդ քար։ Յար արի տանեմ ամուլ սար։ Յար սիրենք իրար հավասար։ Եվ չորրորդ տարբերակը յար ցավոք չունեմ ուրիշ բառ։
Այստեղ 50-50 չունեք, չէ՞։ Չէ, 50-50 չունենք։ Դա մեր մոտ 70-30 Դա։ Ահա։ Ուրեմն դու շատ լավն ես սիրտդ կար, արի տանեմ ամուլսար, սիրենք իրար հավասար եւ ցավոք չունեմ ուրիշ բառ։ Երևի առաջի տարբերակ։ Դու շատ լավն ես սիրտդ կար։ Հա, ինձ թվում է, հա։ Իսկ չէ։ Երկեցիկ է։ Յար, արի տանեմ ամուլսար։ Չէ, Դե ուրիշ տեղ այն կոմի վրա։ Դու վտանգավոր ես։ Իսկ սիրենք իրար հավասար։ Կարա լինի, բայց չէ, ավելի հակված եմ առաջինի, Դու շատ լավն ավելի ես երկեցիկ սիրտդ է, հա, ինձ թվում է մանավանդ Սասնա երգա։ Այո, հնարավոր է յար։ Դու շատ լավն ես սիրտդ կար։ Հա, ինքը Բայց հանգերի մեջ է։ ինքը բայց ավելի այստեղ ճիշտ կլիներ յար, դու շատ լավն ես հացդ կար։ Հացդ կար։ Մենք առնում ենք ինչ մեծ ճանապարհին, Սևանի ճանապարհը միշտ հրազդանում քարի ցամով հաց։ Դու շատ լավն ես սիրտդ կար։ Հա։ Դու շատ լավն ես սիրտդ կար այս տարբերակ ընտրեց Վարդանը, ճիշտ է դա թե ոչ, մենք հիմա միասին լսենք եւ անցնենք վերջին երրորդ երգի հատվածին, խնդրեմ։ Սիրենք իրար հավասար, այս տարբերակն էր ճիշտը։ Իրոք բայց դե սիրեք իրար հավասար, բայց հետաքրքիր է, էլի, այսինքն ոնց որ միջև հիմա իրար սիրել են տոկոսով, տոկոսային առումով, այսինքն 70, 30 ա եղել, հետո 60, 40, հետո տղեն կավաճկացել, հոп, հիմա սիրում ենք իրար հավասար, 50, ու իդեպ sense դրել են 49% մեկը սիրել է, ասլեցու, «Սո ես պրծա, հիմա դու»։ Շատ լավ, մեկ, այ հիմա եզրափակիչն է Վարդան ջան, եզրափակիչ վերջին երրորդը երկի հատվածն է եւ հիմա պետք է փաստորեն այնպես անենք որ հաղթենք։ Բայց հաղթեմ թե կրվեմ, ոնց է Չէ, հաղթեմ։ Ես միշտ սիրում եմ որպեսի հյուրերը հաղթեն, իհարկե դու ստացվում է թե չէ, դե ինքը պես համենայնպես իհարկե հաղթես։ Մեծ հաշվով հաղթել եմ, որ քո հյուրն եմ։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, երրորդ երկի հատվածը միասին լսենք սիրելի հեռուստադիտողներ եւ արդեն կտեսնենք ինչ հաշվով կվերջանա մեր փոքրիկ խաղը, խնդրեմ։ Կարոտա, այս աղջիկը կարոտա։ Հետո ազատա, խորոտա, տարածա եւ մազոտա։ Օ, մազոտը կա։ Ահա, տես կարոտա, եթե այս աղջիկը կարոտա, ինքը ազատա կարա լինի, որտեւ ինքը կարոտա։ Պրինցիպի, հա։ Որտեւ եթե կարոտ չլիներ, ազատ չէր լինի։ Չնայած կարող է ազատ չլիներ, բայց մեկը ազատ լիներ։ Մենք հիմա փոխվել է մեր դարը ամեն ինչ հնարավոր է, ինչ ասես հնարավոր է, ինչ ասես։ Անկանխատեսելի։ Տարածա էլի շատ հնարավոր է, որովհետեւ ինքը կարող է եւ որպես հարսեն տարածա, եւ որպես տարածա ինքը։ Խորոտա։ Եվ իհարկե կարոտա, աղջիկը կարոտա, ու դրա համար մազոտա։ Էդ էլ կա տարբերակ, որտեղ եթե կարոտ չլին, մազոտ չէր լինի։ Հա, չէ։ Այս սաղ մազոտն է համարում է։ Խառնում ես։ Չէ, ես երևույթին խորոտա։ Նա ես ուզում եմ հաղթեմ։ Ազատա չէ։ Չէ։ Շատ լավ։ Կարոտա։ Ու բռի վարորդներն են ազատ այսօր։ Սաղ զբաղված է։ Հա, գործը վատ է։ Չգիտեմ, ում խոսում ես, հա։ Հա, ընդհանուր դες աշխարհում է տնտեսությունը վատացել։ Այսինքն ոչ թե չէ մի տեղ, բոլոր տեղը վատ է։ Այսինքն չես լսին մի տեղ, հիմա եթե օրինակ գնանք, չգիտեմ, գնանք Մադագասկար, կամ գնանք Մոզամբիկ, գնանք մի հատ Մոզամբիկցու հարցնենք ո՞նց է ձեր մոտ, ասի ախպերն ինձ վատ է, բայց էլի հայր են։ Մեռնեմ քեզ։ Կասեմ, բայց դեմքը ծանոթ է։ Կարոտա, այս աղջիկը կարոտա, խորոտա, այս տարբերակ ընտրեց Վարդանը, ճիշտ է դա թե ոչ, մենք հիմա լսենք եւ անցնենք առաջ։ Այո, բրավո։
2-1 Շնորհակալ եմ։ Ես քեզ շնորհավորում եմ դու հաղթեցիր համառ պայքարում ազնիվ պայքարում 2-1 հաղթեցիր եւ Վարդան ջան հիմա խնդրեմ անցնենք արդեն առաջ հիմա խնդրեմ մի քիչ պատմի տես փաստորեն բուրըն գործունեություն կա երկում ես տարբեր տեղեր բայց ինչ կան հետագայում նպատակներ որտեղ գուցե չոր ավելի համեր գային կամ չգիտեմ Ունեմ այո համեր ունեմ մայիսի 14-ին Օ շատ լավ Հոլիվուդում Հոլիվուդ թե Վեստ Հոլիվուդ ես դեռ չեմ տարբերում այդքան Չգիտեմ որտեղ վերջանում որտեղ սկսում Դե հա իսկական չեք տարբերում էլի Հասիվ ես բրբան կալամեդան եմ սովոր Կատալինա ջազ ակումբում մայիսի 14-ին մեծ կենթանի երաժշտությամբ համերգեմ Օ հրաշալի կազմակերպել այո դե մանրամասների մասին հետագայում հանդիսատեսին Շատ լավ։ Դե կարծում մենք դեռ առիթ կունենանք մինչ մայիսի 14-ի իհարկե հանդիպելու, իհարկե մեր տաղավարում եւ առանձին իհարկե կզրուցենք այդ համ։ Դե իհարկե քեզ մաղթում եմ հաջողություն, արդեն կարծում եմ նախապատրաստական աշխատանքները սկսել է, որովհետեւ մեծ համերգ շատ լավ է եւ կարծում հրաշալի կլինի։ Շատ լավ։ Եվ Վարդան ջան, մեր հաղորդման ավարտին հիմա մի փոքրիկ խնդրանք, երբ պետք է իհարկե արդեն գործածվի նաեւ քո գիտարը։ Միշտ իհարկե մեր երաժիշտ ընկերներին խնդրում ենք երկիշներին, որպեսզի իհարկե մի փոքրիկ երգով ողջունեն մեր հեռուստադիտողներին մեզ բոլորին եւ գիտես երբեք չենք ասում ինչ երգ ենք ցանկանում ես իհարկե տարբեր երգեր եմ լսել քո կատարումում բայց գիտես հաշվառնոր որ մեր հաղորդումը ավարտում է եւ միշտ ինչ որ մի բանի ավարտի միշտ մեզ մոտ ինչ որ հույս է առաջանում հույս դեպի ինչ որ մի բան հա Եվ մի հրաշալի իհարկե երգ է, որը գիտեն բոլորը, որը հրաշալի եւ Վարդան էսա, որ ես համոզված եմ կերկի դուք կտեսնեք, ինչ հրաշալի հնչում է այդ ամենը Հուսո Արագասի երգն է խոսքը, իհարկե, եթե դեմ չես մեր հերոստը, շատ լավ։ Վարդան ջան, դեք խնդրեմ դու պատրաստվես, սիրելի հեռուստադիտողներ, ինչ Վարդանը կպատրաստվի եւ հաճելի րոպեների իհարկե մեզ կպարգևի, ես ուզում եմ եւս մեկ անգամ նշել մեր հաղորդման գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար Armenian Evening նախագծի ովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք վնասակար սովորություններ եւ չեք իմանում ինչ անել, ինչպես ձերբազատվել, ապա մտածելու կարիք չկա, որովհետեւ 911 Detox Center այն կազմակերպությունն է, որը կօգնի ձեզ այս հարցում։ Պրոֆեսիոնալներ, ովքեր այստեղ աշխատել են, աշխատում են, շատ մարդկանց օգնել են եւ շարունակում են դա անել։ Գիտեք, այսօր մեր կյանքում իհարկե շատ դժվար պահեր են լինում, շատ դժվար են, մարդիկ շատ հաճախակի սայթակում են Սխալ ուղի են ընտրում, իրոք շատ դժվար է կյանքը այսօր եւ երբեմն լինում է այդ սայթակումները եւ արդեն սխալ ուղիով են գնում այդ մարդիկ եւ հավատացեք դրա համար կան մարդիկ 911 Detox Center-ը, որը օգնում է եւ վերադարձնում այն ուղին, այն ճիշտ ուղին, որը պետք է մարդը շարժվի առաջ։ Դրա համար եթե հարցեր կան, խնդիրներ կան, զանգարեք 409 900911 Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, մի հրաշալի հյուրանոցային համալիր առողջ ճարան։ Ինչ եք անում դուք։ Նախ շատ հագեցած, հաճելի համարներ, զանգահարում եք, ամրագրում եք ձեր համարը, գնում եք այնտեղ, ձեր հանգստյան օրերն եք անցկացնում եւ ամենակարևորը այստեղ օգտվում եք լողավազաններից տաք հանքային ջրով լողավազաններից օգտվում եք այնտեղ եւ լիարժեք լավ ժամանակ եք անցկացնում եւ հանգիստ եւ առողջ ճարար։ Դրա համար զանգարում եք հենց այս բան 760 329 6033 ամրագրում եք տեղերը եւ վայելում եք ձեր հանգիստը։ Շնորհակալություն մեր գործընկերներին, Վարդան ջան, մենք արդեն կարող ենք Իհարկե, կարող ենք։ Իմիջիալից ասեմ, որ այս երգը նույնիսկ Հայաստանում Բարդերի ակումբի էլի եզրափակիչ երգն է։ Եզրափակ, ինչ հետաքրքիր է։ Սա երգի հեղինակը Արմեն Մովսիսյանն ու Էդուարդ Զորիկյանն են։ Արմեն Մովսիսյանը հիմա այստեղ է, հարգանքներս։ Ձեր ողջույններ, այո։ Այո, նույն ձև Էդուարդ Զորիկյանին ողջույններ։ Շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հենց այս պահին Armenian Evening Վարդան Նիկովար ձեզ համար Հուսո Արագաստ։ Եկեք վայելենք։ Բարիր ծովի վրա մեր հույսերից ծնված նավակ լողա ծովերնի վեր բարձած ջերմակ
առագասներ վերցրու քեզ հետ սրտերը մեր լեռներից խաղախողեր վերցրու քեզ հետ խաչված քարեր ծով դաշտերից ոսկե հասկեր մեր կիլիկյով անմար երգով մեր պապերի կարոտեր գրով ու սոճերմակ առագաստով հասիր բաց ծով Բարիր ծովի վրա մեր ույսերից ծնված նավակ լողա ծովերն ի վեր երկինքն ի վեր լեռներն ի վեր վերցրու քեզ հետ սրտերը մեր լեռներից խաղախողեր վերցրու քեզ հետ խաչված քարեր ծով դաշտերից ոսկե հասկեր մեր կիլիկյով անմար երգով մեր պապերի կարոտեր գրով ու սոճերմակ առագաստով հասիր բաց ծով վերցրու քեզ հետ սրտերը մեր լեռներից խաղախողեր վերցրու քեզ հետ խաչված քարեր ծով դաշտերից ոսկե հասկեր մեր կիլիկյով անմար երգով մեր պապերի կարոտեր գրով ու սոճերմակ առագաստով հասիր բաց ծով ու սոճերմակ առագաստով հասիր բաց ծով Վարդան ջան, շնորհակալ եմ քեզ, անչափ, շնորհակալ եմ հաճելի հարցազրույցի համար, անկեղծ հարցազրույցի, հրաշալի երգի, հրաշալի կատարմամբ եւ իհարկե մաղթում եմ հաջողություն քեզ մայիսին առաջի հերթին իհարկե քո համերգին, որը իհարկե անպայման մեր դեր կզրուցենք եւ իհարկե նորանոր երգեր եւ նորանոր հաջողություններ քեզ։ Շնորհակալ եմ անչափ։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, այսպես հրաշալի մեր հայկական Armenian Evening մեր եւս մեկ երեկոն մոտեցավ իր ավարտին այսօր, բայց ընդամենը մեկ շաբաթից 5 շաբթի երեկոյան 22-ից 30 մենք կրկին կհանդիպենք միասին եւ մի լավ նոր հայկական երեկո կանցկացնենք, առողջ եղեք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։